քանի որ խուզարկությունը ձեզ առաջադրված այդ մեղադրանքի շրջանակում էր, ի վերջո ինչի համար են ձեզ մեղադրում, ինչ են ասում իրավաբանները, որտեղ ոչ մի մանրամասն չեն հայտնում, կխնդրեի մի քանի մանրամասն ամեն դեպքում ներկայացնել։ Տեսեք, որպեսզի դուք վստահ լինեք, ամեն ամիս ինչ որ բանի մեջ կմեղադրեն։ Խնդիրը մեղադրանքը չէ, անգամ պատկերացում չունեմ, երբ որ գնում եմ արդեն որորդ անգամ նայում եմ, պատկերացում չկա, իրանց խնդիրը սահմանափակելն է քաղաքական օպոնենտին, բայց ուղղակի չեն հասկանում, այս մի տարի ուսումնասիրում են ու չեն հասկանում, որտեղ հակառակ էֆեկտ է տալիս, իրանք չեն կարա տենց, իրանք պետք է իրանց քաղաքականությունը երկրում փոխեն, երկրի կրոնական քաղաքականությունը փոխեն, ընդհանուր երկրին ու մասնավոր սեփականության վերաբերյալ քաղաքականությունը փոխվեն, արտաքին քաղաքական մոտեցումների մեջ հակադրություններից դուրս գան։ Էդի կբերի Պարոն Կարապետյան, եղել եք հրաժարվել եմ, իհարկե, կանչել են, չէ, մի քանի անգամ այս ընթացքում եղել է, այդքան էլ հրաժարվել եք, այսինքն առհասարակ ցուցմունքեր չեք տվել։ Չէ, դե իմաստ չկա դες։ Ի հարցել արտահանման կապված էլի, պարբերաբար իշխանությունն ասում է, որ արտահանման արգելքը Ռուսաստանի։ Այսինքն որ դուք հասկանաք, ոչ մեկին դա հետաքրքիր չի։ Իր ոչ մեկին այս process-ի մեջ դա հետաքրքիր չի, բոլորին հետաքրքիր է քաղաքական process-ներ առաջ տան։ Արտահանման սահմանափակումների հետ կապված վարչապետը պարբերաբար ասում է, որ քաղաքական ենթակացել է, սակայն երեք միաժամանակ հայտնեց, որ ինքը վաղուց տեղական աջակցություն չի ուտում որակի խնդիրների հետ կապված։ Այստեղ դուք հակասություն չեք տեսնում։ Հիմա ձուկ աճեցնողներն են արդեն մեղավոր։ Տեղական ձուկը շատ որակով ձուկ է, դրա համար տասնյակ միլիոններով արտանվում է Ռուսաստանի Դաշնություն։ Մենք լինելով, պատկերացեք, ծովին ելք չունեցող երկիր, կարողացել է մեր գործարարը նենց բան հնարի, որ աշխարհի 7-8 ծով էր Ռուսաստանի շուրջը, 7-8 ծով ունեցող Ռուսաստանին, այդքան մեծ լճային պաշար ունեցող Ռուսաստանին ձուկ վաճառի, հայ ձեռնարկատերը կարողացել է Հայաստանից լարսով, դժվարությամբ հասցնի այնտեղ ձուկ, միլիոններ, տասնյակ միլիոնների, այդ մարդկանց մի հատ գնահատանքի խոսք չկա, ասում է ձուկը լավը չի։ Պարոն Կարապետյան, նաև այսօր պարզ դարձավ, որ Դարպասներն էլ լավը չէր, դա դարպասներն էլ լավը չէ։ Պարոն Կարապետյան, նաև այսօր պարզ դարձավ, որ Ալիկ Ալեքսանյանի կյանքը երկու ամսով իրականացվեց, այս մեծ մեկնաբանություններ։ Կանխատեսելի որոշում էր։ Ալեքսանյանը տրամադրությունը ես գիտեմ, որ շատ բարձր է, ինքը տրամադրված է վերջնական հաղթանակի ու մենք կգնանք վերջնական հաղթանակի։ Իհարկե, որպես ընկեր, ոչ միայն ընկեր, ոչ միայն բարեկամ, գաղափարական ընկեր, մենք մտահոգ ենք մեր ընկերոջ համար, բայց ինքը մտահոգ է, որ մենք արդյունքի հասնենք վերջնական։ Պարոն Կարապետյան, քանի որ համարում եք, որ քաղաքական է ձեր շուրջ տեղի ունեցողը, ամեն դեպքում եթե որոշեն ձեզ կալանքի հարցով խորհրդարանում ներկայացնել միջնորդություն եւ որոշում կայացնել այդ մասով, դուք ինչպես եք պատկերացնում արդեն ձեր հետագա գործունեությունը, եթե կալանքի հարց առաջանա, ձեր թիմը ինչպես է անելու խորհրդարանում, դուք ունեք այս մասով ինչ որ ծրագրեր արդեն։ Ուզում ենք 4 անգամ անեն։ Դա կլինի աննախադեպ իրավիճակ, երբ երկրորդ ուժի, հիմնական ընդդիմադիր ուժի առաջին համարին փորձում են սահմանափակել ու բոլորն գիտեն ինչ նպատակներով, քաղաքական նպատակներով։ Ուզում են մի անգամ, երկու անգամ, 3 անգամ կալանավորեն, ինչ ուզում են թող անեն, դա չի ազդելու, հակառակը ազդելու։